Նայեցի այսօրվա զորահանդես։ Գիտեք, չէի ուզում խոսեի դրա մասին, բայց չեմ կարող չխոսեմ, որովհետև մեծ հույսեր ունեի որպես հայ մարդ, դնենք են կողմ կոչումներ եւ այլ։ Որպես հայ մարդ, ես ճիշտ ասած մեծ հույս ունեի, որտեղ նրանց ռեկլամներ էին արել, որ հեսա կտնենք, հեսա էս կանենք, հեսա այն կանենք, այն կանենք։ Ու ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր զինծառայողներին, ինչը դուրս եկավ այդ շքերթից, մեր զորքի, մեր շարքայինների, մեր սպաների շարային պատրաստություն։ Սկսենք համազգեստից։ Դնենք են կողմ գույները, որ համեմատում են թուրքերի հետ։ Դնենք են կողմ գեներալների կարմիր համազգեստը, որը կներեք հիշեցնում է, չեմ ուզում նեղացնեմ, մի ասեմ կարող նեղանան ինձանից, դնենք այդ սաղ են կողմ։ Ես նայում էի մեր զինվորին, մեր այդ շարասուններին, որոնք շարված էին հրապարակում, երբ որ իրենց բարևում էին, և տեսա մի բան, ամենաքյասիբ համազգեստը, այն զինվորների, այն ստորաբաժանումների համազգեստն էր, որոնք պետք է իրականում կռվեին մարտի դաշտում։ Դա հետևակն է, կորպուսներն են մեր, այդ զինվորները, նույնիսկ հատուկ նշանակության զորքը, որը որ պաշտպանության նախարարությանն էր, այդ թվում դրանք շատ սակավ էին, իսկ ով էր շատ ուժեղ, այսպես տպավորիչ հագնված, ռազմական ոստիկանությունը, այնպես էին հագնված, կներեք, որ իմ մոտ կարծիք ստեղծվեց, որ Հայաստանի Հանրապետության բանակը աշխարհի ամենահանցագործ բանակն է։ Մեկ էլ ԱԱԾ-ի ստորաբաժանումները։ Ես հասկացա, որ դա ավելի շատ այդ զորքը ինքը ստեղծել է մեր ժողովրդի վրա ազդելու կամ բանակի սպաների վրա կիրառելու համար։ Ես մի անգամ ասել եմ, այդ ռազմական ոստիկանությունը պետք է լուծարել, ոստիկանությունով զորք չեն պահում, պետք է ցրել այդ մարդկանց, մեջները լավ տղեկ կան, այդ լավ տղեկին պետք է տանել ստորաբաժանումներ, պետք է սարքել պարեկային ծառայություն։ Հիմա խոսենք տեխնիկայի մասին։ Չեմ ուզում ասեմ, որ հնդկական տեխնիկան, որը մենք ցույց էին տալի, նույնիսկ հնդկական բանակը չի առնում։ Չեմ ուզում ասեմ, որ սարքինական անց սարք էր։ Չեմ ուզում ասեմ, որ լակատառը բերել են կրակելու միջոցը կողքը չի կպնում։ Ճիշտ է, բերը դրել էին վրան որոշ տեղեր։ Խոսքը գնում է ֆրանսիական տեխնիկայի մասին։ Բայց նա իրար հետ չի աշխատում։ Միջած ասեմ, այդ ֆրանսիական այդ զրամեքենաները տարել են Ուկրաինա, ուկրաինացիք հետ են տվել։ Ես ասում եմ, ես մեծ սպասելիք ունեի եւ հիմա նպատակ չունեմ, ես շատ ծանր եմ տանում։ Այն ինչ որ տեսա։ Ես չտեսա այն միլիարդներ այնտեղ, որ ինքը ծախսել է։ Ուրեմն անօթաչու թռչող սարքը առե երկու հատ մեծ, այդ որ ասում է 18 մետր շարավով 2000 կիլոմետր խորությամբ գործում է եւ այլ։ Ցույց տվեք մի պատերազմ, ամերիկյան, իրանական, իսրայելա-իրանական։ Ցույց տվեք մի պատերազմ, ռուս-ուկրաինական, որ նմանատիպ անօթաչու թռչող սարքերը օգտագործվել։ Անհնարին է դա օգտագործել հոբ համակարգի զարգացած հոբ համակարգի դեմ։ Եթե դա Ադրբեջանի դեմ է, ապա այնտեղ կա 300 մոդեռնիզիրованный կոմպլեքս, այս 300, որը որ շատ հաջողությամբ դա խոցում է։ Այդ անօթաչու թռչող սարքերը կինոներում տեսել եք։ Նրա համար է, որ ասենք են պիրատների դեմ կռվեն, գրգեն Աֆղանիստան, որտեղ հոբ համակարգ չկա, հրթիռով խփեն։ Դա նրա համար չի, որ դրանով մարդ վարեն։ Նա օդ բարձացավ, նրանք խփեն, հələ չբարձացած։ Ու նա պետքա թռնի նորմալ аэропортից, որտից թռնում են, ասենք, նույն Su-30։ Ու այդ անօթաչու թռչող սարքի արժեքը $50 միլիոն է, մոտավորապես։ Դուք պատկերացնում եք,
մի հատ հրթիռով, որի արժեքը ընդամենը $700,000 է, խփեն այդ 50 միլիոնանոց զենք։ Ասում են ներդրում են կարել մեր ռազմաարդյունաբերության մեջ։ Իրա ելույթն եմ ասում։ Որտեղ էր ներդրում արել։ Անօթաչու թռչող սարքերը սա տեղի արտադրանք, մասնավորի արտադրանքն է մեր, շնորհակալ ենք իրանց։ Ներդրումը արելա մասնավորը։ Ես հարց ունեմ, ասում էիր $8 միլիարդ փող է ծախսել։ Ուր է այդ 8 միլիարդը։ Ես չտեսա։ Ես ասում եմ, ես մեծ հույսեր ունեի։ Թողեք ենկում, որ մարդ, որը որ կանգնած էր տրիբունայում, հանձնել է Արցախ։ Միանձնա որոշմամբ, ոնց որ ինքն ասում, իր խոսքերն եմ ասում։ Ցավում եմ, որ մեր զորքը շարքով անցնում էր այդ մարդու դեմով։ Ցավում եմ, Ժորժան, հերիքա խապված ելնեք։ Հերիքա խապված ելնեք։ Չեչենները կռվում էին մի հատ ինքնաձիգով։ Դիմադրում էին։ Բայց ունեին ղեկավար։ Ունեին ղեկավար։ Ռուսները քանի ղեկավարները խմող էին, չգիտեմ ինչ են, Ռուսաստանը փլվում էր, ունենալով միջուկային զենք։ Բայց եկավ մարդ, որոնց սաղին ձգեց, կանգնացրեց շարք, ու այդ մարդիկ այսօր աշխարհի ամենաուժեղ զորքերի դասում են։ Իսկ հիշեք ինչ էր կատարում 2000-ականներին։ Որտեվ չեչենների դեմ չէին կարում, ունեին ինքնաթիռներ, ունեին տանկեր, չէին կարում։ Որտեվ չկար ղեկավար 90-ականներին, չկար ղեկավար։ Ղեկավարը փոխվեց, զորքը սկսեց կռվել։ 4 կողմը ջարդում են։ Հիմա հարց ունեմ տալու։ Ուր ես ծախսել այդ 8 միլիարդը։ Ուր ես ծախսել։ Ու իմ մոտ տպավորություն էր, որտեվ ես իշն ասած պարադին ղեկավարել եմ ստորաբաժանումներ պարադի ժամանակ։ Ես նույն տեխնիկան տեսա, կռասկա են տվել, այն second hand վերը մեր դեմը դրել են, ոնց որ second hand-ի խանութից են առել։ Հին զենքերը վեր են կալել թազա ներկե, բերը շարասյունով անցկացում են ու մեզ խափում են, ասում են թազա զենք է, 90%-ը հին է եղել։ 90%-ը։ Իսկ այն թազեքի մեջ ես մեծ հարցեր ունեմ, չեմ ուզում ասեմ, որ ինչ որ մեկին օգուտ չտամ։ Բայց ես ընդ նոր բան, եթե տեսա, որը որ արժեր նայել, դա մեր այդ հայկական արտադրության անօթաչու թռչող սարքերն էին, հուսով եմ, որ գոնե դրանք մի 1000 տարը։ Հույսով եմ, ամենաէֆեկտիվ զենքը այնտեղ այդ մեր հայկական արտադրության անօթաչու թռչող սարքերն են, որպես մասնագետ եմ ասում։ Այն մնացածը առելա, որ ձեզ ցույց տա, որ իրան ընտրեք։ Չեմ ուզում ասեմ, որ պիտանի չի, չեմ ուզում ասեմ, որ ամեն կրակոցը այդ հրետանու հնդկական, որ բերեմ ես խափում ցույց է տալի, 10 անգամ ավելի թանկ է նստելու, քան այն որ մենք կանք ու արկերը ունենք այսօր պահեստում, որ չի համապատասխանում մեզ։ Դրա արտադրությունն էլ չեն կարա դնենք, տարիներ է պետք։ Ում ես խափում։ Ում եք խափում։ Այդ ամեն ինչը մենք դզելու ենք, այդպես չպետք է լինի։ Բանակը պետք է լինի մարտունակ, բանակը պետք է անցկացնի զորավարժություններ, գիշեր, ցերեկ, տարբեր աստիճանների զորավարժություններ։ Միայն այդ դեպքում կարա մարտունակ լինի։ Բանակը պետք է ունենա ղեկավար, որը կարա որոշում կայացնել, հրաման տալ, կրակել։ Այդ դեպքում եղած զենքը, որը որ ասում եմ նույնիսկ այսօր վատն էր, այդ դեպքում նա էլ կդառնա լավը։ Նա էլ կդառնա լավը։ Պատերազմը կախված է գերագույն գլխավոր հրամանատարից։ Պատերազմի արդյունքը կախված է գերագույն գլխավոր հրամանատարից։ Հիշեք։ Հիշեք անուններ։ Հիշեք Ստալին։ Ու հասկացեք ինչ եմ ասում։ Ընտրեք, գնացեք ընտրության, մի խափնվեք։ Մենք 15 համարն ենք, լավ եղեք։